Ինչ վերաբերում է ինձ սպասարկող տրանսպորտային միջոցին, Տիկին Գրիգորյան, մեքենան ձեռք չի բերվում Արփինե Սարգսյան անձի համար։ Մեքենան ձեռք է բերվում ներքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնող անձի համար եւ վստահ տեղյակ եք, որ ես պետական պահպանության ծառայությունից եմ օգտվում, պետական պահպանության տեսանկյունից կան համապատասխան չափանիշներ, ըստ այդմ հանձնարարվել է գլխավոր քարտուղարին, որպեսզի այն ժամանակահատվածի հաշվառմամբ, որը անցել է, դրա տրամաբանության մեջ նոր մեքենա ձեռք բերվի եւ մրցույթը կազմակերպվել է։ Ինձ համար, եթե ստանդարտներին համապատասխանողը ձեր նշած գնի շրջանակներում է, ուրեմն այդ գնի շրջանակներում պիտի ձեռք բերվեր մեքենան։ Եթե ստանդարտին համապատասխան լիներ այլ գնի շրջանակներում ձեռք բերվող մեքենա, բնականաբար դա կլիներ տրամաբանականը եւ ես չեմ հետաքրքրվել թե ինչ գնով, ինչ չափանիշներով եւ մնացյալով, որովհետեւ գործ ունեն գնման գործընթացի հետ, որտեղ վստահաբար ոչ իրավաչափ տեխնիկական առաջադրանք չի ներկայացվել նախարարության կողմից մրցույթի։ Շնորհակալություն։ Տիկին Գրիգորյան, եթե դուք ուզում եք արձագանքեք քարաքարի դեպքերին, կարճ խնդրում։ Կարճ, լավ, մեքենայի դրվագը թողնում եմ, չնայած այս այստեղ շատ մանիպուլատիվ է, էլի, որ մեքենան գրվել է ներքին գործերի նախարարի համար, բայց պատահականորեն դուք եք այսօր ներքին գործերի նախարար եւ չեք կարող, որովհետեւ տեղյակ չլինես, բայց կարող են վաղը չլինել ներքին գործերի նախարար եւ այդ մեքենան սպասարկի ներքին գործերի նախարարին։ Համենայն դեպս դες համար էր գրվել, այս փուլում պետք է իմանայիք, լավ։